Цирк ушел, а клоуны еще остались. Այսօր կարեն արեք այս ջուրը կտրի։ Չլինի եկել չի կարողացել լողանա։ Վերջնեք, այդ շշով է լողանալու։ Ջրով մենք ասել ենք նրան, որ Երևան քաղաքում 21-րդ դարում մի շիշ ջուրը օրական 7 ժամ անհասանելի է լինելու Երևանի 100,000-ավոր բնակիչների համար։ Ձերը բայց ոնց որ արդեն կտրել են, հա, որ ձեր շիշը դատարկե պարոն Կարապետյան։ Արդեն կտրած է։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, վերջի 4 ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս, էներգետիկայի ոլորտում նույնպես 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ։ Ջրի մեջ ունենք անկում մատակարարման, էլեկտրաէներգիայի մեջ ունենք աճ անջատումների եւ մեր արտաքին քաղաքականության սխալ քաղաքականության արդյունքում մենք վտանգում ենք նաեւ գազամատակարարումը մեր երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար։ Ես ուզում եմ հասկանամ, էդ ո՞վ է տենց իրի գլխանի որ Նարեկ ինձ ջուրը կտրելա, խեղճ են շիշը վերցրի իջե ներքև։ Նարեկ դու դրանով ես լողանում։ Ախպեր, չգիտեմ կոմոդ ոնց է իմոց լրիվ ճոխ ապեր։ Հա, ջրի մասով էլի։ Բայց որ դու ջրից ես խոսում, դու էլ ես ջրի մատակարարման դեմ ես ուրիշ բան ասում։ Էսի հետո կտեսնենք ինչ ասում։ Լավ։ Ծանր է ստանում որ ջուր չկա, բայց ժողովուրդը որ անունը ջուր էր ու դրա համար մուծում էր։ Բայց հենց բացում էր մեջից ворթեր էին փափում։ Այդ նորմալ էր Նարեկ։ Ասում ես 40%-ով ավելացել է ջրի մատակարարման այդ անջատումները։ Բայց տղա ջան, տրուբեք են փոխում։ Դու ընդհանրապես տեղյակ ես ինչ տրուբեք են։ Քանի տարի չեն փոխվել։ Հա՞։ Բայց պետք է փոխեն։ Դու հասկանում ես ինչ է նշանակում կրանտը բացել, իսկ այդ կրանտից թթու ջուր է գալիս։ Թթու։ Դու երբևէ ворթերով ջուր խմած կաս Նարեկ։ Մարդիկ տարիներով ջուր չեն ունեցել։ Սպասել են որ մեքենա պետք է գա ջուր բերի։ Ջրի մատակարարման մասին ես հոգտանում հորս արև։ Այդ ո՞ր օրվանից։ Հա բան նորմալ է։ Ամբողջ Երևանով մեկ տրուբեկը փոխվում է։ Մյուս քաղաքների մասին էլ չեմ ասում։ Բա գիտես ասֆալտախի այս վիճակում չեն սարքում, որտեղ վիոլան էսա հերթով սա քանդելով գնում է։ Ես վիոլային գլխիս վրա չեմ դնում, բարձնեմ։ Վիոլան ձեզանից պակաս չի։ Վիոլան էլ պետք է պատասխան տա ամեն մի իր արածի համար։ Բայց որ դու ես էլ էսենց վիոլայի դեմ, այդ հետաքրքիր էր։ Այս բան շատ հետաքրքիր էր։ Շատ։ Էլ չեմ ասում, այս լույսի մասով որ խոսում ես, էսի вообще из серии а-ля комедия, իսկական ձեր ցիրկի ելույթներ։ Այդ ցիրկում քիչ հավաքվեք էլի, որովհետև ձեր մոտ այդ ցիրկը ոնց որ արդեն մտնում է բան, անուն ինչա, ձեր բնավորության մեջ էլի։ Բայց ես քեզ մի հատ հարց եմ ուզում տամ, Նարեկ։ Քո երեսը ինչից է։ Հմ։ Ինչ մատերիալից է էլի։ Որովհետև տեսնում ես մեր Երևանի ասֆալտը ինչ վիճակում է, էլի ասենք ու հաշվի առնելով որ եկան ինչքան մեքենա է անցնում դառնում, որպեսզի երկար ծառայի մեզ լավ մատերիալ է պետք էլի։ Ես քեզ ուղիղ հարց եմ տալիս։ Քո երեսը ինչ մատերիալից է։ Ախպեր, հենց այսօր եմ տրել նյութ, մարդը հստակ ասում է 6-7 անգամ զանգելա ձեզ։ Բերել եք բարակ պրովոդները, դուք եք որոշել ժողովուրդը ինչքան պետք է լույս ծախսի։ Այսինքն մի պլետից ավել չէ պետք է միացնի, հանկարծ երկու կանֆորկա միացրեց, շոչիկը գցում է։ Դուք եք որոշել, որ այդ ժողովուրդը իրավունք չունի ավել լույս վառի։ Էլ չեմ ասում ձեր այդ շոչիկների գեղով վիճակը կամ դրանց ահաբեկչական վիճակը։ Բարիս բուն իմաստով, պրովոդները դուրս գցած, գետի մեջ ստորբեն տնգծրած, հենա մտի մեջ նայի, այս նյութից առաջ։ Ես չեմ հասկանում դուք ինչ երեսով եք ելնում ընդհանրապես լույսից խոսում, հա։ Մի հատ ասեք հասկանանք էլի, ես իմ մոտ իրոք սենց արդեն ես իրոք արդեն չեմ էլ պատկերացնում էլի ինչա ձեր ուղեղների մեջ։ Որ դեից եք վերցնում այդ մատերիալը ձեր երեսի համար, հա։ Ջրի մեջ ունենք անկում, իսկ լույսի մեջ ունենք աճ 40%-ով եսի ինչ ֆլան ֆստան անջատումների։ Էդի ձեր մասին է խոսում, ձեր։ Գիտես խի Նարեկ, գիտես խի անջատումները ավելի շատացել, վթարները ավելի շատացել, որովհետև մարդիկ սկսել են ապրել։ Ու մենք շատ ցուրտ ձմեռ ունեինք, ինչև հիմա էլ ցուրտ է։ Ու մարդիկ օգտագործում էին։ Նոր տարուն, երբ որ բոլորը միացրեցին, որպեսզի մի հատ սալատ, մի հատ տոլմա սարքեն, սաղի մոտ անկում եղավ, Նարեկ։
Այ որ բերեիր գլխիդ հաստությամբ պրովուդներ քաշեիր, անկում չէր լինի։ Բազի ջան, բերել ես ճկուտիդ հաստության ամբողջ շենքի համար պրովուդները ու դու ուզում ես անկում չլինի։ Դուրջ ես ասում, թե գիտես ժողովուրդը էշա չի հասկանում, որ 171 տվե 220 են մուծել, հա։ Արա ես նորից եմ կրկնում, ինչ մատերիալից է ձեր երեսը։ Մենք Երևանի ասֆալտները պետք է սարքենք, մեզ նորմալ մատերիալ է պետք։ Հա։ Բայց ես ամեն ինչը լրիվ հեչ։ Ես որ մտել ես ջուրը, ես բուտուլկեն սենց չասեմ ինչ ես անում։ Այն ձեր ձևով, էլի։ Ձեր ձեռով։ Մարդ ղրգի ես մի շիշը ղրգեմ քեզ։ Հա։ Մենակ հանգստացի։ Այդ որ էլեկտրաէներգիային են, որ ասում են այդ մատերիալը հագցրիր երեսի դու հելար ասեցիր։ Այս ամեն ինչի վրա դու թքած ունես։ Անկամ որ կթքեն կմրեն դու դրա վրա էլ թքած ունես։ Սեմ կարծիքն է, էլի։ Վստահ եմ։ Ամենակարևոր քո թեման եղել է, որ դու հելնես, գազից խոսաս։ Կամցան սխալ կամցան արդյունքում մենք վտանգում ենք նաև գազամատակարարումը մեր երկու արևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար։ Որտեվ papan բզե papayin։ Քսե մի տեղին։ Հա, Նարեկ։ Հարևանների համար ես հոգտանում, ինչ եք ասում։ Նարեկ ջան, տեղ եկենք որ բզելա։ Պատրաստվեք ախպերել, այնքան բզոց առնելու։ Անես տեղերինա բզելու։ Սպասեք, հիշյանի վեճեր։ Բա։ Իսկ դուք լրագրողներ ջան, մեծ հարգանք ունեցեք, էլի։ Այդ մարդու հաշվին այսօր թոշակներն են բարձրացրել։ Մեկ ջուր տվեք ձեռը։